Շահ Իսմայիլի Պետրոսյան, Շահ Իսմայիլ, բալած։ Պետրոսյան, ձեռնարկված ուրեմն նայեք, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՌՊ-ն որպես բարձրագույն կրթության դիպլոմ Հրազդանի համայնքապետարան է ներկայացրել Վանաձորի Սանահին կառավարման ինստիտուտի կողմից 2006 թվականից տրված էսին սերիայի ուսախ 9-ներ 00099 պատվավոր մագիստրոսի կոչում շնորհելու մասին դիպլոմը, սա մագիստրոս էր, իգիտություն, որն ընդունվել է Հրազդանի համայնքի աշխատակազմի ղեկավար ՌԴ-ի կողմից որպես բարձրագույն կրթության դիպլոմ։ Դրա հիման վրա Հրազդանի համայնքապետի հետ կնքվել է էսի 21 թվականին աշխատանքային պայմանագիր։ Սակայն ձեռք բերված տեղեկությունների համաձայն Վանաձորի Սանահին կառավարման ինստիտուտ ՓԲԸ 2001 թվականի լիցենզավորման մասին օրենքի համաձայն արտոնագրերի ժամկետն ավարտելուց հետո լիցենզավորման գործընթացի չի մասնակցել։ Այսինքն 2001 թվականին այս Սանահին կառավարման ինստիտուտը 2001-ին դռները փակել են, գնացել են տուն, ասել են այդպես բան չկա։ Բայց 2006 թվին այս մարդը դիպլոմա վեկալ է այդ ինստիտուտից ու եկե դարել է համայնքապետ։ Ընկեր իրավապահ մարմինները այս երևույթը բարձելուց հետո այս մարդուն հեռացնում են, բայց ինչա ըլնեմ, չգիտեմ ոնց այդ Սուլթան Սուլեյմանի աթոռը Ռազմիկ Շահ Իսմայիլի Պետրոսյանից փոխանցվում է իր աղջկան, նոր լսեցիք, Գոհարիգին։ Հիմա ես ուզում եմ հարց տամ Նիկոլ Փաշինյան Բոզի տղուն, ոնց է ստացվում, ստեղ տակը գրում եմ, խնդրեմ նախ, որ աթոռը հորից փոխանցվում է աղջկա, մեկ։ Եվ ոնց է ստացվում, երբ որ կեղծ դիպլոմ 21 թվին բերած ներկայացած մարդը գնաց է նստե աշխատե կառավարը եւ այլն ոչ դատված է, ոչ չգիտեմ կալանավորված է, ոչ ինչ, ավելին, մինչև հիմա էլ ինքն է նստած այդ գյուղապետարանում եւ ինքն է ղեկավարը։ Աղջիկը ամուսնացած է, ես իմ որ մի գրողուսև ցավը, ոչ գալիս է, ոչ վերցնում է, ոչ տնում է։ Աղջկա տեղը ինքը նստած, ընկեր Աննա Վարդապետյան, ընկեր Արփիկ, այս կաբինետը ինձ թվում է երկուից տառալու ասախ դլո։ Ընկեր Արփիկ, ընկեր MVD Մարդը նստած ուրիշի անվան տեղի աղջիկը պեչատախփում, որոշում աստորագրում, պեչատախփում, որոշում աստորագրում եւ այլն։ Հերո աղջիկ, այսպես ասած, ղեկավարում են Սոլակ գյուղը։ Հետո Նիկոլա կլինի ես խաբար չեմ, ես հենց նոր իմացա։ Ես չգիտեի։ Եվ այլն, ու մի տեղից հանեմ, մի տեղա տանեմ կողմ, մի տեղից հանեմ, մի տեղը հանեմ կողմ, իա նախքին Բոզի տղեկին։ Կտրեմ, այսպիսին է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Գրել եմ, դրել եմ, ով ուզում է կարա հանգիստ մտնի Վարդան Ղուկասյանի տելեգրամ կանալ, նայի որոշումը, նայի Սոլակ գյուղի գյուղապետի, այսպես ասած կեղծ դիպլոմի մասին հենց նույն իրավապահ համակարգի արած հայտարարությունը։ Ասիկ 1, անցանք առաջ։ Էսի 1։ Հետո կասին 1 չգիտենք, մենք խաբար չենք։ Նիկոլը խաբար չի։ Так. Поехали дальше. Спасибо этому дому, мы пошли к другому. Գիտեք ինչ դա հետաքրքիր, որոշակի մարդիկ զանգում հեռախոսահամար են թողում։ Ես ժամանակ եմ վատնում այդ մարդկանց վրա, հետո զանգում ես յանք չեն վերցնում։ Ացմավելավ է քաջաբար տրել, քան նենգաբար թսել, հիմա էսա։ Ալո, բարև ձեզ։
Նազես։ Fail food SPÖ Սյոպա Սարգսյան դուք եք։ Այո։ Շատ հաճելի է։ Ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը։ Պարոն Սյոպա Սարգսյան, անհամեստություն թողնի իմ կողմից, մինչև բուն հարցադրմանը անցնելը ես ուզում եմ ձեզ մի հատ հարց տամ։ Դուք քանի տարեկան եք, կներեք։ 29։ 29, դուք բանակ ծառայել եք։ Ոչ։ Ոչ, դուք չեք ծառայել, ահա, хорошо։ Լավ, դուք հանդիսանում եք Fail Food ՍՊ-ի սեփականատերը, որը գտնվում է Արցախի փողոց 138/5, ճիշտ է։ Հա։ Սեփականատերը չէ, սեփականատիրոջ որդին եմ։ Սեփականատիրոջ որդին եք, ներողություն, բայց ձեր անունը Սյոպա Սարգսյանն է, չէ։ Այո։ Ահա, այսինքն թագաժառանգը դուք եք, ոչինչ։ Ուրեմն հիմա մենք ստացել ենք ահազանգ, որ դուք խանութներին եք մատակարարում ժամկետնանց սնունդ, այսինքն պիտակները ժամկետնանց, այսինքն որ ապրանքի վերից ժամկետը անցել է, դուք դրա վրա խփում եք նոր պիտակ, նոր ժամկետով եւ առաքում եք խանութներին։ Ես ուզում եմ լսել ձեր մեկնաբանությունը այստեղ զինվորական դատախազությունով, քնչականով, պարոն Աբազանով, ուզում ենք լսել ձեր մեկնաբանությունը։ Ասացեք, խնդրեմ։ Ո՞ս կմեկնաբանեք։ Ճիշտ ասած ես տեղյակ չեմ։ Ինչի՞ց տեղյակ չեք։ Տեղյակ չեմ, իթեք։ Այդ ժամկետնանց ապրանքների համար կացած։ Դուք տեղյակ չեք, բայց ինչի է նշվում ձեր հեռախոսահամարը, ձեր անձը, որ դուք եք այդ ամենը կառավարում։ Ձեր Fail Food ՍՊԸ-ով։ Ես ուզում հասկանամ ոնց կարող է նորմալ մարդը իրեն թույլ տան նման բոզի տղություն կեղծել սննդամթերքի ժամկետը եւ առաքել դա խանութներով։ Պարոն Վարդան Ղուկասյան, Այո։ տեղյակ չեմ։ Դուք տեղյակ չեք։ Ստեզբան չէ։ Ալո։ Դուք տեղյակ չեք։ Տեղյակ չեմ, ցավոք։ Ահա, տեղյակ չես։ Այսինքն չես մեկնաբանում։ Լավ, վերջին հարցը եւ մենք ձեզ ասենք հաջողություն մնացածը թո զբաղվի դատախազությունը։ Իսկ ինչ չեք ծառայել բանակում։ Խնդիրներ ունեմ։ Ինչ խնդիրներ։ Առողջական։ Այո։ Եվ եթե գախնեք չէ դուք ինչով եք տարապում, ինչ հիվանդություն։ Ես հիմա նայում եմ ձեր լուսանկարը, բոյո, բուսաթով, սիրուն, սիմպաթիչնի, ջան ու ջանդակով տղա է։ Ու ես ում հասկանամ ձեր հիվանդությունը, ինչն է, եթե գախնեք չէ։ Ալերգիա։ Ումից։ Ալերգիա։ Ումից ունեք ալերգիա։ Ինչ ուտելիքից։ Ինչ ուտելիքից։ Ուտելիքից, պարոն Վարդան։ Օրինակ։ Սննդային։ Այսինքն չես հասկանում եմ սննդային։ Հա, օրինակ, ինչ պիտի դուք ուտեք, որ ունենաք ալերգիա։ Պետք է ոչ մեկ չի կարող իմանալ, ինչից կարող խմորից լինի, կարող չգիտեմ։ Այսինքն մինչև հիմա դուք չեք բարձել ձեր ալերգիայի պատճառը, արդեն 20 Չեն կարողանում բարձել։ Ահա, ու դրա հետ մեկտեղ ունեք սննդի ֆիրմա ու ասենք, ինչ